Ողջույն սիրելի երկրորդ դասարանցիներ, շարունակում ենք դասապատրաստման աշխատանքները։ Այսօր մենք անցնելու ենք ինչու դինոզավրերը գունավոր հեռուստացույց չունեն դասը։ Դասը ենթադասերից է կազմված, առաջին մասը, որ մենք սովորելու ենք, պապն ու թոռն է, պապիկն ու թոռնիկը, թե ինչպես մի մարդ կարողացավ աշխարհը տեղավորել մի գունավոր տուփի մեջ։ Այս դասին դու կիմանաս, որ բառերն էլ արմատներ ունեն, ինչպես ծառերը։ Կհամոզվես, որ երազելը կարող է կյանքն ավելի հետաքրքիր ու գունեղ դարձնել։ Նայում ենք նկարին, տեսնում ենք, որ երկուսը զրուցում են, ովքեր են այս մարդիկ, տարբեր հարցեր ենք տալիս եւ երեխաների միջոցով փորձում ենք վերարտադրել թեմատիկ նկարը։ Հետո մտածում ենք, ինչով կարող են համընկնել երեխաների պատկերացումները կոնկրետ դասի հետ։ Կաշտում ենք եւ եզրակացություններ անում։ Երեխաները սովորել են, որ եթե գծիկներ են, ուրեմն երկխոսությունը պիտի ուշադիր լինեն, որ հեղինակի խոսքը եւ խոսողի, խոսակցի խոսքը տարբեր են։ Կաշտում ենք հաշվի առնելով բոլոր առոգանության նշանները՝ շեշտը, բացականչական նշանը, հարցականը, վերջակետը եւ ստորակետը։ Սկսում ենք դասը։ Պապիկն ու թոռնիկը։ Պապիկ, 100 տարի առաջը երբ էր։ Դու քանի տարեկան ես, Արեգ։ Արեգը մեծատառով է գրված, եթե փոքրատառ լինի, կլինի արևը մեր։ Իսկ երբ մեծատառ է, արևը դառնում է տղայի անուն։ Նույն ձևով արփի փոքրատառով գրենք նշանակում է արև, մեծատառով գրենք աղջկա անուն, Լուսին, Աստղ եւ այլն։ Հատուկ անուն դառնալիս գրվում է մեծատառով։ Դու քանի տարեկան ես, Արեգ։ 8։ Դա նշանակում է, որ 8 տարի առաջ դու դեռ չէիր ծնվել։ Պատկերացրեցի՞ր։ Չգիտեմ։ Իսկ դու քանի տարեկան ես, պապիկ։ 70։ Այսինքն 70 տարի առաջ դու դեռ չէիր ծնվել։ Ապրես, ճիշտ ես։ Իսկ 100 տարի առաջ նույնիսկ իմ հայրը չկար։ Այսինքն 100 տարին շատ հեռու է։ Այնքան հեռու է, որ այդ ժամանակներում չկար գունավոր կինո, չկար հեռուստացույց, չկային քո իմացած բոլոր խաղասարքերը, չկային այսօրվա խելացի հեռախոսները, համակարգիչները, չկային խոսող ժամացույցները, որ կապում եք ձեր ձեռքերին ու խոսում ում հետ կամենաք։ Դինոզավրեր կային։ Գոնե։ Չարաճճիորեն հարցրեց Արեգը։ Չէ, դրանք շատ վաղուց են եղել ու վերացել, լուրջ պատասխանեց պապիկը։ Ինչու։ Երևի երազել չեն իմացել։ Բա եթե այդ ամենը չկար, մարդիկ ինչով էին զբաղվում։ Ապրում էին ու, ի տարբերություն դինոզավրերի, երազում էին։ Երազում էին այդ ամենը ստեղծել։ Կեցես, կուզես այդ երազողներից մեկի մասին քեզ պատմեմ։ Ինչ է ստեղծել, որ գունավոր հեռուստատեսության հիմքն է դրել։ Այս կանկարդալուց հետո երեխաների հետ հարցերով վերլուծում ենք դասը, թվարկում ենք ինչ չկար 100 տարի առաջ, երեխաներին ենք խոսեցնում եւ փորձում ենք հասկանալ, իրենք հիշում են որևէ բան, որը կարող էր մի դար առաջ չլինել։ Եթե անգամ դժվարանում են, երեխաները կարող են ծնողների միջոցով հետաքրքրվել եւ իմանալ հին ժամանակներում ինչ չկար, որ հիմա կա։ Ըստ տեքստի, ինչու են վերացել դինոզավրերը։ Պապիկի խոսքով դինոզավրերը վերացել են, որովհետև երազել չեն իմացել։ Ինչի մասին էին մարդիկ երազում։ Մարդիկ երազում էին կյանքը ավելի հեշտ ու ավելի հետաքրքիր դարձնելու մասին։ Սովորում ենք պարտադիր բառացանկի բառերը։ 100, ուշադիր, որ երեխաները 100 չարտասանեն։ 100, սկզբում վանկերով ենք հնչեցնում, հետո նոր գրել ենք տալիս։ Կեցցե, 2 ցեյով է գրվում։ Այսօր, այս եւ օր արմատներից է կազմված։ Այսօր մենք կսովորենք նաեւ արմատ հասկացությունը։ Այն առաջադրանքները, որոնք տետրում կան, չեն կատարի, միանգամից տետրում կկատարենք, իսկ որոնք չկան, հիմա կկաշտամ։ Առաջին առաջադրանքը՝ պատկերացրու ժամանակի մեքենայով
հայտնվել ես 100 տարի առաջ։ Հանդիպել ես մեկին, որը չգիտի, թե ինչ է հեռուստացույցը։ Այնպես բացատրիր և ներկայացրու, որ նա հասկանա։ Ինչ հարցեր կտաս նրան։ Կարելի է թերային խաղ կազմակերպել, երկու երեխաների կանգնեցնել, մեկին առաջարկել, որ ինքը ժամանակակից մարդն է, մեկին էլ ներկայացնել, որ 100 տարի առաջ է եղել այդ մարդը, և ժամանակի մեքենայով մեկն ու մյուսին հանդիպելով սկսել են հետաքրքրվել, թե ինչ է հեռուստատեսությունը։ Համոզված եմ երեխաները շատ լավ կկարողանան ներկայացնել։ Այժմ կարտա և սովորիր։ Դու գիտես, որ ծառերն ունեն արմատներ և ճյուղեր։ Այ այսպես, տեսեք, ծառի արմատը, ծառի ճյուղերը։ Իմացիր, որ բառերն էլ ունեն արմատներ և ճյուղեր։ Այ այսպես, օրինակ, երազը այս արմատն է ծառի, երազ արմատով ճյուղեր են կազմվել և տարբեր բառեր են կազմվել՝ աներազ, երազող, երազային, երազանք, երազկոտ, երազել։ Բոլոր բառերի հիմքը երազն է։ Երազել, երազկոտ, երազանք, երազային, երազող, աներազ բառերում երազ բառը ցույց է տալիս, որ նրանց հիմնական իմաստը հենց երազն է, դա էլ հենց բառի արմատն է։ Այժմ անցնենք աշխատանքային տետրին։ Առաջադրանք 1-ը գրում են 100 կեցե այսօր պարտադիր բառացանկի բառերը, սովորում են, կազմում են բառակապակցություններ, կարող են նաև բանավոր նախադասություններ էլ կազմել։ Առաջադրանք 2. Մեծահասակներին հարցրու և գրիր, թե ինչ չկար նրանց կյանքում, երբ նրանք քո տարիքին էին։ Երեխաների հարցերին պատասխանելուց հետո ծնողները կարող են գրել տալ հետևյալ առարկաները։ Գունավոր հեռուստացույց չկար 100 տարի առաջ կամ երբ նրանք փոքր էին։ Չնայած երբ նրանք փոքր էին, գունավոր հեռուստացույց կար, դա 100 տարի առաջ չկար, բայց օրինակ համակարգիչ կարող էր չլինել, խելացի ժամացույց, ավտոմատ փոշեկուլ, խելացի հեռախոս, սպասք լվանալու մեքենա, էլեկտրամոբիլ և այլ տարբեր առարկաներ։ Երեխաները կգրեն և կանցնեն հաջորդ առաջադրանքին։ Արտագրել բառերը՝ փայտե, պոչավոր, երկաթե, ձյունե, արևային, երկարան, ուրախություն և գտնենք այս բառերի արմատները։ Փայտե բառի արմատը փայտն է։ Պոչավոր բառի հիմնական մասը պոչն է։ Երկաթե երկաթ, ձյունե ձյուն, արևային արև, երկարան երկ, ուրախություն ուրախ։ Ընդգծում ենք բառի արմատները և մայր արմատով կազմում նոր բառեր և գրել։ Մայր, մայրիկ, մայրենի, մայրական, մայրություն, մայրաբար, անմայր, մայրաքաղաք, մայրուղի և այլն։ Առաջադրանք 4-ը պետք է գտնենք արմատները և գրենք ըստ նմուշի։ Մրգեղեն, միրգ, ընկուզենի արմատը ընկույզն է, սոսնձել բառի արմատը սոսինձ, պարուհի, պար, աշակերտական, աշակերտ, ուրախություն, ուրախ, կնճիթավոր, կնճիտ, կտորեղեն, կտոր։ Առաջադրանք 5-ը նկարելուկ է։ Գրիր, թե ինչ է պատկերված նկարում։ Սարն է, բառից առաջ ստորակետը նշանակում է, որ առաջին տառը պակասում է, և մատն է։ Սարից սն հանենք, կդառնա ար, մատ, արմատ։ Եվ լրացնում ենք առաջադրանք 6-ը, դասից քաղած իմ պտուղները։ Ինձ զարմացրեց, երեխաներին կարող է զարմացնել, որ բառերն էլ կարող են ունենալ ծառի նման արմատներ։ Ինձ հետաքրքրեց, որ երազելը կարող է կյանքը ավելի հետաքրքիր դարձնել։ Ինձ հաջողվեց տեղեկություններ իմանալ աշխարհի գյուտարար հայերի մասին։ Ես ինքս առաջարկել եմ իմ աշակերտներին համացանցում գրել գյուտարար հայերը և իմանալ, թե ինչ գյուտեր են հեղինակել մեր հայազգի գիտնականները։ Այսօր էլ այսքանը, կհանդիպենք հաջորդ դասին։